ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը True Social սոցիալական ցանցում խոսել է Մերձավոր Արևելքում մեծ ձեռքբերման հասնելու իրական հնարավորության մասին։ Մենք իրական հնարավորություն ունենք մեծ ձեռքբերում ունենալ Մերձավոր Արևելքում։ Մենք բոլորս պատրաստ ենք ինչ-որ առանձնահատուկ բանի, պատմության մեջ առաջին անգամ։ Մենք կհասնենք դրան, գրել է Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ սեպտեմբերի 26-ին Թրամփը Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողներին հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը հավանաբար ձեռք է բերվել։ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է զգոնությունը Բալթյան երկրներում Դանիայի օդային տարածքներ խուժած անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Կոպենհագենի հայտարարությունից հետո, հաղորդում է AFP-ն վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչ Մարտին Օ'Դոնելին։ Ըստ Օ'Դոնելի ուժեղացված միջոցառումները ներառում են մի քանի հետախուզական, դիտարկման և տեղզնման հարթակներ, ինչպես նաև առնվազն 1 հակաօդային պաշտպանության ֆրեգատ, Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը մշտական կապի մեջ է Դանիայի ղեկավարների հետ, անօդաչու սարքերի միջադեպերի կապակցությամբ, որոնք վերջինն են դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների շարքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել խաղաղ բնակավայրերի դեմ, որը տևել է ավելի քան 12 ժամ։ Armenpress-ի հաղորդմամբ Facebook-ի իր էջում կատարած գրառման մեջ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ օգտագործվել են 500 հարձակողական անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 40 հրթիռ։ Նրա խոսքով հարձակման թիրախում եղել են Կիևը և շրջակա շրջանները, ինչպես նաև Զապորեժիայի, Խմելնիցկու, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի և Օդեսայի մարզերը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է մայրաքաղաքում գտնվող Սրտաբանության ինստիտուտի շենքը։ Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում 12-ամյա աղջիկ։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայում վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում երեխաներ։ Գրել է Զելենսկին, հավելելով, որ հարձակման են ենթարկվել հացահատիկի գործարան, անվադողերի գործարան, մասնավոր և բնակարանային շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ 3 երեկոյան զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։ Նշվում է, որ օգտագործել են հեռահար օդային և ծովային տեղակայման ճշգրիտ զենքեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին զրկվել է բանականությունից, երբ որոշում է կայացրել ռազմաճակատում լուրջ խնդիրների ֆոնին զենք վաճառել աֆրիկյան երկրներին, այս մասին գրել է թուրքական Դիկ գազետե պարբերականը փոխանցում է Լենտան։ Զելենսկին խելագարվել է Ուկրաինան արևմուտքին հանձնելով, նա մտադիր է շահույթ ստանալ իր մոտ եղած զենքը վաճառելով աֆրիկյան երկրների, նշվում է հոդվածում։ Հեղինակների կարծիքով ակնհայտ է զենքի վաճառքից ստացված եկամուտները չեն գնա Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, այլ յուրացվելու են Զելենսկու և նրա շրջապատի կողմից։ Սպիտակ տունը քննարկում է ՆԱՏՕ-ի այլ երկրներում Թոմահաուք թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը, որոնք հետագայում կմատակարարվեն Կիևին։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Վերջնական որոշումը կկայացնի նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահը կանի այն, ինչը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին, ասել է Vance-ը։ Նա նշել է, որ սա է Թրամփի արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներում որոշումների շարժիչ ուժը։ Ուկրաինայի կողմից Եվրոպայում ռազմական սադրանքների նախապատրաստման մասին տեղեկությունները հավաստի հիմքեր ունեն, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ես կասկած չունեմ, որ այս բոլոր հաղորդագրություններն ու տեղեկությունները ունեն ամենահավաստի հիմքերը, ասել է Լավրովը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Կիևը ծրագրում է սադրանքներ կազմակերպել ՆԱՏՕ-ի երկրներում, հետագայում Ռուսաստանին դրանում մեղադրելու համար։ Նրա խոսքով Ուկրաինան ծրագրում է վերանորոգել մի քանի խոցված անօդաչու թռչող սարքեր, հագեցնել դրանք ենթազինամթերքով, քողարկել որպես ռուսական անօդաչու թռչող սարքեր և ուղղորդել դրանք Լեհաստանի և Ռումինիայի խոշոր տրանսպորտային հանգույցների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը ներկայումս համագործակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Գազայի պատերազմը դադարեցնելու 21 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի իրականացման ուղղությամբ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Նեթանյահուն, պատասխանելով ծրագրին վերաբերող հարցին։ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսված հանդիպումից 1 օր առաջ այն դեռ ավարտված չէ, բայց մենք աշխատում ենք նախագահ Թրամփի թիմի հետ հենց այս պահին, երբ խոսում ենք, հուսով եմ ամեն ինչ կստացվի, որովհետև
եւ մենք ուզում ենք ազատել մեր պատանդերին, վերջ տալ Համասի իշխանությանը, զինաթափել նրանց, ապա ռազմականացնել Գազան եւ կառուցել նոր ապագա, ինչպես Գազայի բնակիչների, այնպես էլ իսրայելցիների եւ ողջ տարածաշրջանի համար, ասել է Նեթանյահուն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social իր էջում գրել էր Մերձավոր Արևելքում մեծ ձեռքբերում ունենալու իրական հնարավորության մասին։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 79 պաղեստինցի է զոհվել, իսկ 379 վիրավորվել։ Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարած հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն Իսրայելի ռազմագործողությունների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 66005 մարդ է զոհվել, վիրավորվել 168162-ը։ Ուկրաինան դարձել է ամբողջ աշխարհում ահաբեկիչներին կամիկաձե դրոնների հիմնական մատակարարներից մեկ, այս մասին հայտարարել է Մալիի վարչապետ Աբդուլլայե Մաիգան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ուկրաինական ռեժիմը դարձել է ամբողջ աշխարհում ահաբեկչական խմբերին կամիկաձե դրոնների հիմնական մատակարարներից մեկը։ Այդ կապակցությամբ որոշ արևմտյան երկրներ պետք է դադարեն զենք մատակարարել Ուկրաինային, քանի որ նրանք վտանգում են ներդրում ունենալ միջազգային ահաբեկչության տարածման գործում, հայտարարել է Պաշտոնյան։ Մալիի վարչապետը հիշեցրել է, որ Ուկրաինան բաց հայտարարել է 2024 թվականի հուլիսին Տինզա ուտենում Մալիի անվտանգության ուժերի վրա հարձակմանը մասնակցության մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ից 30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի 4-րդ նստաշրջանի լիագումար նիստում։ Առաջին ատյանի դատարանը կայացրել է վերդիկտ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ։ Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի եւ չափի վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնել է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։ Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու։ Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։ Դատական նիստը կլինի դռնբաց։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ վարույթ է ընդունվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից ընդդեմ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի հայցադիմումը սրբարտությունը հերքելու պահանջի մասին։ Նշենք, որ Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ-ից պահանջում էր հերքել, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։ Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ու նրա ընկերոջ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Հ. Հարությունյանին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություններ ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ եւ մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը։ Քննիչի կողմից առգրավել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել նաև Նարեկ Օհանյանը, ով փետրվար ամսին Փարաքարում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Կրեմլը կսպասի ԱՄՆ-ի պատասխանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք այս շաբաթ կսպասենք, ակնհայտ է Թրամփը վերջին մի քանի օրերին շատ զբաղված է եղել։ Գլխավոր ասամբլեայի համար ժամանած հյուրեր, գործընկերներ, որոնց հետ նա բանակցություններ է վարում եւ ներքին հարցեր։ Ակնհայտ է սրանք նրա համար դժվար օրեր են եղել, նշել է Պեսկովը։
Իրանը վերջին ամիսներին արագացրել է շինարարությունը Նաթանզից հարավ գտնվող գաղտնի ստորգետնյա ռազմական հաստատությունում։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից հետո այս մասին հայտնում է Washington Post-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին եւ վերլուծաբաններին։ Աշխատանքներն իրականացվում է 2020 թվականից, սակայն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո գործընթացը զգալիորեն արագացել է, ասվում է հոդվածում։ Նշվում է, գաղտնի օբյեկտը գտնվում է Նաթանզում գտնվող միջուկային համալիրից 1.6 կիլոմետր հարավ Զագրոսի լեռնաշղթայի տակ։ Պարբերականի տվյալներով Զագրոսի լեռնաշղթայի խորքում թունել է կառուցվում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է այս պահին այլևս չի կարելի խոսել Գերմանիայում խաղաղության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է գազետան։ Մենք պատերազմի մեջ չենք, բայց այլևս խաղաղ չենք ապրում, հայտարարել է կանցլերը ամենօրյա դիվերսիաներ տվյալների կենտրոնները շարքից հանելու փորձ, կիբերհարձակումներ նշել է պաշտոնյան, ընդ որում Մերցը որևէ հստակություն չի ներկայացրել։ Հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները նախատեսում են դատական հայց ներկայացնել երկրի սահմանադրական դատարան, պահանջելով արգելել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրագլի Կոբախիձեն։ Հույդան Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանը գրում է. Գործընկեր Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Սախամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ։ 2 ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես։ Ամեն անգամ նորով ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին։ Տոկուն, ժուշկալ, անձնվական, այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան։ Գտնվելով անազատության մեջ, Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը, հատկապես հայկական եւ արտասահմանյան գրականությանը։ Բոլոր իշխանությունների օրոք սկսած խորհրդայինից Միքայել Աճապահյանը աչքի ընկել իր սուր քննադատություններով, հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն Ժողբաստիոն հռչակած այս իշխանության օրոք եւ հրանգով։ Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում։ Մի բանում վստահ ենք, անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին։ Մեր երկու սրբազանները խղճի եւ հավատի բանտարկյալներ են։ Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան Red Wings ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված է արտակարգ վայրեջ կատարել Սամարայի օդանավակայանում։ Փաստինֆոյի տեղեկություններով իմանալով խափանման մասին ուղևորների շրջանում խուճապ է սկսվել ու որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Բարեբախտաբար ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։ Այս պահի դրությամբ ուղևորները շարունակում են գտնվել Սամարայի օդանավակայանում օդանավի մեջ։ Նրանք տեղեկացված չեն, թե երբ կամ ինչպես կշարունակվի չվերթը։ Ավիաընկերության կողմից դեռևս հստակ պարզաբանումներ չեն ներկայացվել խնդրի վերաբերյալ։ Բաքվում շարունակում է ապօրինաբար պավող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսը։ Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը ապրիլյան մարտերի հետ կապված փաստաթղթեր են ներկայացրել։ Շինծու գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է կցանկանար խոսել ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ես նրան ասելու բան ունեմ, կարծում եմ եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է խորհրդակցությունների մեջ մտնենք, ասել է Լուկաշենկոն։ Բելարուսի առաջնորդը հիշեցրել է հատուկ ռազմական գործողության սկզբում իր առաջարկի մասին նստել եւ 3 սլավոնական պետությունների ղեկավարներին պայմանավորվել այս անհասկանալի պատերազմի ավարտի մասին։ Պետք է պայմանավորվել, քանզի չպայմանավորվելու դեպքում բոլորի համար վատ կլինի, ընդգծել է նախագահը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար կանչել է Եվրամիության 3 երկրների՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիայի դեսպաններին։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Ռուսաստանի եւ Չինաստանին առաջարկած բանաձևի նախագծի մերժումից հետո 3 եվրոպական երկրների անպատասխանատու գործողությունների կապակցությամբ, որոնք չարաշահել են համատեղ համապարփակ գործողությունների համապարփակ ծրագրի վեճերի լուծման մեխանիզմը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու համար Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանները Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում կանչվել են Թեհրան։ Խորհրդակցությունների համար ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Իսկ այժմ սպորտի լուրերից հարձակվող Հարի Քեյնը հասա Բավարիայի կազմում 100 գոլի նշաձողին դուբլ ձևակերպելով Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի Վերդերի դեմ խաղում։ Ինչպես հայտնում է Սկուավկան, անգլիացի ֆուտբոլիստին պահանջվել է ընդամենը 104 խաղ, մեկ ակումբի կազմում այդ ցուցանիշին հասնելու համար, ինչը 21-րդ դարում թոփ 5 լիգաներում ամենաարագ արդյունքն է։ Քեյնը գերազանցել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդի եւ Մադրիդի Ռեալի նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որոնք 100 գոլ էին խփել 105 խաղում։ Քեյնը Բավարիայի տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt-ի խաղացողի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։ Այսօր սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի այսօրը ժամը 07:10-ի սահմաններում Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ Պատերազմից 5 տարի է անց դեռ ունենք գերիներ, իսկ պաշտոնական տվյալներ չկան զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների թվի մասին։ Կիևի իշխանությունները մտադիր են կեղծ դրոշի ներքո սադրանքներ կազմակերպել ՆԱՏՕ-ի երկրներում, որպեսզի դրանում մեղադրեն Ռուսաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կիևի ծրագիրն է վերանորոգել մի քանի խոցված կամ գաղտնալսված ԱԹՍ-ներ, այնուհետև դրանք զինել մարտական խոցող, տարով եւ ուկրաինացի մասնագետների կողմից կառավարվող ԱԹՍ-ներ ուղարկել Լեհաստանում եւ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խոշոր տրանսպորտային հանգույցներ։ Ուկրաինայի հաջորդ սադրանքի դեպքում երրորդ համաշխարհային պատերազմը սարերի հետևում էլ չի լինի, նշել է դիվանագետը։ Եթե այս ամենը հաստատվի, ապա մենք պետք է խոստովանենք, որ ժամանակներում Եվրոպան երբեք այդքան մոտ չի եղել երրորդ համաշխարհայինի սկսվելուն, ընդգծել է Զախարովան։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցան կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեականորեն գրքով արգելված առարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարութային գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտաբերելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացող մարմիններն ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին, իսկ նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ։ Քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու, ինչպես նաև նախաքննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը, քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փառքնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը այս մասին իր Facebook-յան էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կից տեղադրելով ՔՊ վարչության համագումարին արվածի լուսանկարը, որտեղ ծնկի էր եկել։ Նշենք, որ Փաշինյանն այս օրերի Նյու Յորքում է, իսկ ԿՊ-ից դեռ ոչ ոք եռաբլուր չի այցելել։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված է խաղաղության, դա կլինի Ադրբեջանի հետ, թե այլ հարևանների հետ, սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Այս մասին այսօր 44 օրյա պատերազմի տարելիցին եռաբլուրում լրագրողները զրույցում ասել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով այս հարցը չի կարող համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից։ Ես բազմիցս դա նշել եմ։ Այսօր աչք փակելով այդ հարցի վրա ես
ասեի, որ մեծ խնդիր են ստեղծում հնարավոր է հետագայի համար թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի տեսքով, ասել է նա։ Շահրամանյանն անդրադարձել է մնայք, կռվեիք, չգայիք, չտայիք եւ ասել, որ այդ խոսույթին լուրջ չի վերաբերվում 2020 թվականից հետո Արցախում ստեղծված իրավիճակից ելնելով խոսել, որ մնայք, պայքարեիք, սա ես լուրջ չեմ կարող ընդունել։ Նման արտահայտություններ անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություններ համարել, նշել է Սամվել Շահրամանյանը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է ոչ պաշտոնապես ճանաչել Ռուսաստանի նոր շրջանները։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։ Չեմ հիշում, որ պատմության ընթացքում տարածքներ մեր երկրից մյուսը անցնեին դիվանագիտական ճանապարհով, ինչպես պատկերացնում է Զելենսկին։ Իսկ այն, որ նրանք կարող են ընդունել պարտությունը եւ փաստացի համաձայնել այդ տարածքների անցմանը մեր իրավասության ներքո, բայց ոչ պաշտոնապես դա հնարավոր է, նշել է Ջաբարովը։ Սենատորը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի համար տարածքների պատկանելիության հարցը արդեն փակված է, հիշեցնելով, որ նոր շրջաններում անցկացված հանրաքվեները ցույց են տվել բնակչության միանշանակ ցանկությունը միանալու Ռուսաստանի Դաշնությանը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ հնարավոր է քննարկի նոր սահմանները դե ֆակտո պայմաններում եւ պատրաստ է ապագայում դիվանագիտական ճանապարհով վերադարձնել կորցրած տարածքները, սակայն չի պատրաստվում դրանք իրավականորեն ճանաչել որպես ռուսական։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ Գազայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մոտ են հաջող ավարտին։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովեստին։ Կարծում եմ Գազայի վերաբերյալ համաձայնությունը հավանաբար արդեն ձեռք է բերվել։ Մենք շատ մոտ ենք այդ գործարքին, նշել է Թրամփը, ընդգծելով առաջընթացը բանակցություններում։ Այս հայտարարությունը հույս է ներշնչում, որ երկարատև լարվածությունը տարածաշրջանում կարող է մեղմանալ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով։ Հնդկաստանի ԱԳՆ-ն կեղծ եւ անարդար է համարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների մասին, հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեսվալը։ Մենք ծանոթացել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությանը Հնդկաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին։ Թույլ տվեք հստակեցնել, այդ հայտարարությունը փաստացի սխալ է եւ լիովին անհիմն, նշել է դիվանագետը։ Նա նաեւ կոչ է արել ՆԱՏՕ-ին մեծ զգուշություն ցուցաբերել նման հայտարարություններում եւ պատասխանատու կերպով ստուգել ռազմական դաշինքի ղեկավարության հայտարարությունները։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, եթե Բուդապեշտը հրաժարվի ռուսական էներգակիրներից, երկրի տնտեսությունը ծնկի կգա։ Ես նախագահ Թրամփին ասացի, եթե Հունգարիան զրկվի ռուսական նավթից եւ բնական գազից, երկրի տնտեսական ցուցանիշները անմիջապես կկրճատվեն 4%-ով։ Այսպիսով մեր տնտեսությունը ծնկի կգա, ընդգծել է Օրբանը։ Նա հավելել է, ռուսական էներգակիրներից հրաժարումը Հունգարիայի համար կլինի կատաստրոֆիկ եւ շեշտել է Բուդապեշտը նավթի ներկրման հարցում որոշումներ կընդունի բացառապես սեփական ազգային շահերից ելնելով։ ՆԱՏՕ-ն պետք է խոցեր դաշինքի օդային տարածքը խախտող ռուսական կործանիչները, սակայն անդամ երկրների մեծ մասը վախենում է Մոսկվայի արձագանքից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեղադրելով դաշինքի առաջնորդներին վախկոտության մեջ։ Նրանք պետք է խոցեն բոլորը, ես գիտեմ մի քանի առաջնորդների, որոնք չեն վախենում, բայց երկրների մեծ մասը վախենում է, ասել է նախագահը։ Նա նաև նշել է, իր գնահատմամբ դաշինքի արձագանքը ռուսական կործանիչների Էստոնիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ եղել է չափազանց թույլ։ Եվրամիության անօդաչու պատի ստեղծումը մեկ տարվա ընթացքում դժվար թե հնարավոր լինի։ Այս հարցում կասկած է հայտնել պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։ Փոխանցում է The Guardian-ը, նրա խոսքով ինքը վստահ չէ նման ժամկետների հարցում, չնայած մի շարք փորձագետների հակադիր կարծիքներին պաշտոնյան կարծում է Եվրամիությունն այժմ պետք է լրացուցիչ հնարավորություններ մշակի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։ Այնինչ ես տեսնում եմ օրինակ Բալթյան երկրներում, Լեհաստանում, հատկապես ԱԹՍ-ների հետ կապված վերջին սադրանքներում, ես առաջերտություն եմ համարում արդյունավետ հայտնաբերման համակարգ ունենալը, դրան պետք է խելամտորեն մոտենալ, քանի որ հակառակ դեպքում դուք օգտագործում եք 1 միլիոն եվրո արժողությամբ հրթիռներ, 10,000 եվրո արժողությամբ անօդաչու սարքը ոչնչացնելու համար, ասել է եվրահանձնակատարը։
Առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հեռանան քաղաքականությունից, ՀՅԴ-ն լուծարվի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, հակընդդեմ առաջարկ ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնողներին։ Առաջարկում եմ, որպեսզի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես երկար տարիների Հայաստանը կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ եւ ղեկավարներ եւ նաեւ ընտրակեղծարներ, առաջարկում եմ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջարկում եմ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ինքնալուծարվի, որովհետեւ դա մի կուսակցություն է, որը իր զորոչող շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է Հայաստանի անկախությունից հրաժարվելը, հետո խոսք։ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Օդեսայի մարզում գտնվող էլեկտրաքարշի ենթակայանին, հայտնել է ռազմական թղթակից Յուրի Կոտյոնոկը։ Նախնական տվյալներով գիշերը հարված է հասցվել Չուբովկա գյուղի տարածքում գտնվող քարշի ենթակայանին, հայտնել է նա հավելելով. տարածքում արձանագրվել է ջերմային անոմալիա, ինչը որպես կանոն վկայում է հրդեհի բռնկման մասին։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին, ով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, հայտարարել է. չի պատրաստվում խնդրել ներողամտություն կամ շնորհակալություն երկրի առաջնորդ Էմանուել Մակրոնից։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ժան-Միշել Դարոան։ Նա չի մտածում խնդրել համաներում, քանի որ ցանկանում է ապացուցել իր անմեղությունը, նշել է փաստաբանը։ Նրա խոսքով դատավճիռը իրավական առումով անհիմն է եւ նախկին նախագահը արդարացվել է երկու հիմնական մեղադրանքների՝ ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման եւ կոռուպցիայի մասով։ Ավելի վաղ Փարիզի դատարանը Սարկոզիին 5 տարվա ազատազրկման էր դատապարտել 2007 թվականի ընտրարշավի գործով։ Դատավճիռը ներառում է ազատազրկում պայմանական կալանքի կիրառմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին նա ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։ Եկեք դիտարկենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը։ Կարծում եք միայն այս երկու երկրներն են տուժում։ Այս գործընթացը, որը վնաս է հասցնում բոլորին, մենք գիտենք այս ճշմարտությունը եւ ցանկանում ենք, որ պատերազմները փոխվեն խաղաղությամբ, իսկ հակամարտությունները հանգստությամբ ու կայունությամբ, նշել է Էրդողանը։ Թուրքիա առաջնորդն ընդգծել է, որ պատերազմներն ավարտին հասցնելը ավելի դժվար է, քան սկսելը եւ վստահեցրել է, որ Անկարան շարունակելու է ձգտել խաղաղության հաստատմանը, հատկապես իրեն շրջապատող տարածաշրջանային հակամարտությունների գոտիներում։ Հունգարիան ինքնիշխան երկիր է եւ իրավունք ունի ինքնուրույն կայացնել այս կամ այն որոշումները։ Այս մասին 28-ի եթերում հայտարարել է հանրապետության վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս կերպ նա պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով վստահ է կարող է համոզել հունգարական իշխանություններին հրաժարվել Ռուսաստանի Դաշնությունից, նավթի գնումներից։ Ես հասկանում եմ, ԱՄՆ-ն մեծ երկիր է, իսկ Հունգարիան ավելի փոքր, բայց մի բանում մենք նման ենք, երկու երկրներն էլ ինքնիշխան պետություններ են, նշել է վարչապետը։ Օրբանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Բուդապեշտը, ինչպես Վաշինգտոնը, ունի իր շահերը, ընդ որում հանրապետությունը դրանք հստակ արտահայտում եւ ներկայացնում է։ Եթե մենք լավ հարաբերությունների մեջ ենք, օրինակ ընկերների պես, ապա մենք կլսենք միմյանց։ Իսկ հետո յուրաքանչյուրը կանի այն, ինչ ուզում է, հավելել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Եղանակը առաջիկա օրերին հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ից 2-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաեւ ամպրոպ։ Քամին արևմտյան 3-ից 6 մետր/վայրկյան, սեպտեմբերի 28-ից 30-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ, գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը 29-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ից 3-ը սպասվում է առանց ձեղումների եղանակ, սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։